Բարև ձեզ։ Այսօր մենք զրուցելու ենք շվեյցարացի հոգեբան Կարլ Յունգի եւ նրա հանրահայտ Կարմիր գրքի մասին։ Մեր հյուրն է հոգեբանության տեսաբան Գագիկ Պետրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ կրկին մեր տաղավարում ձեզ հյուրընկալելու համար։ Ես նույնպես ուրախ։ Պարոն Պետրոսյան, Կարլ Յունգը հոգեբանության մեջ համարվում է ամենախորհրդավոր կերպարներից մեկը եւ նրա վերլուծական հոգեբանության հայեցակարգը թերևս ամենավիճահարույցն է։ Նրա նկատմամբ հետաքրքրությունը բազմապատկվեց, երբ հրատարակվեց նրա Կարմիր գիրքը։ Ասացեք խնդրեմ, ինչ բնույթի ստեղծագործություն է Կարմիր գիրքը եւ ինչու այն չհրատարակվեց Յունգի կյանքի օրոք։ Եթե ընդհանուր առմամբ ներկայացնենք Կարմիր գիրքը, ապա պետք է ասենք, որ դա միստիկական փորձառության Յունգի անձնական միստիկական փորձառությունը ներկայացնող գիրք է, որտեղ ներկայացում է Յունգի հոգեկան տրանսֆորմացիան, փոխակերպումներ, այսինքն թե ինչ զարգացումներ ունեցավ նրա հոգին որոշակի ժամանակահատվածում։ Կոնկրետ Կարմիր գրքում ներկայացված այդ փորձառության հատվածը 13-ից 16 թվականներ ընկած այդ ժամանակահատվածին է վերաբերում, եւ Կարմիր գիրքը կարծես հանդես է գալիս սև գրքերի, փոքր-ինչ ավելի ուշ հրատարակված սև գրքերի որոշակի մի հատվածի վերագրառում Յունգի կողմից, Յունգը դա գրառում է գոթական ոճով, այսպես ձեռագիր, գեղագրական, կալիգրաֆիական, այսպես ոճով, նկարազարդումներով, բավականին հարուստ եւ միջնադարյան որոշակի տեսքի է բերում։ Բովանդակության առումով իհարկե այս աշխատությունը կարելի է նմանեցնել Յակոբ Բյոմեի Մայստեր Էքհարտի, ինչու՞ չէ նաեւ Էմանուել Սվեդենբորգի աշխատությունների հետ, այսինքն այն իր բնույթով միստիկական է։ Եվ եթե ասենք, որ այն չի հրատարակվել Յունգի կյանքի օրոք, երևի սխալվենք, որովհետև նրա մի փոքր հատված 1916 թվականին Յունգի մասնավոր նախաձեռնությամբ հրատարակվեց որպես 7 քարոզ մեռյալներին, այդպիսի անվանումով, չնայած որ Յունգը հանդես չէր գալի որպես դրա հեղինակ, այսինքն այդ ստեղծագործությունը վերագրվում էր երկրորդ դարի գնոստիկ Վասիլիդեսին կամ Բասիլիդեսին, բայց հետագայում իհարկե պարզվեց Յունգի հեղինակությունը եւ Յունգը արժանացավ բավականին լուրջ քննադատության, նույնիսկ ավելի ուշ շրջանում, օրինակ 1952 թվականին Հերման Կայզերլինգը, Մարտին Բուբերը Յունգին մեղադրում էին գնոստիցիզմի մեջ, գնոստիկականության մեջ, նրան անվանում էին, որ նա գնոստիկ է, որովհետեւ այդ մեռյալներին ուղված քարոզներում նա ներկայացնում էր Ֆիլեմոնի խոսքը, որը Կարմիր գրքի կարևոր հերոսներից մեկն է, այսինքն այն երևակայական պատկերների կերպարների, որոնք նրան այցելում էին, քիչ հետո դրա մասին էլ երևի կխոսեմ, եւ քննադատության էր արժանանում այն իմաստով, որ այդտեղ ներկայացում էր գնոստիկական կոսմոլոգիա, այսինքն ներկայացում էր Պլերոման որպես գերագույն իրականություն, այնուհետև Աբրաքսաս աստվածությունը, որի մեջ միավորվում էին չարն ու բարին, լույսն ու խավարը, եւ դրանից հետո արդեն մեզ հայտնի տիեզերաբանությունը։ Իհարկե Յունգը պաշտպանվում է դրանից եւ Յունգը շատ լավ գիտակցում էր, որ այդ գրքի հրատարակումը իհարկե որոշակի խնդիրներ կարող է ստեղծել իր գիտական եւ բժշկական կարիերայի համար, որովհետեւ այդ ժամանակահատվածում պարզապես հնարավոր չէր նման ստեղծագործություններով հանդես գալ եւ շարունակել մնալ գիտնական։ Բայց բոլոր դեպքերում Յունգը գրառում է իր սեփական փորձառությունը, որովհետեւ 1911-12 թվականներին, երբ հրատարակվում է նրա լիբիդոյի կերպափոխումներն ու սիմվոլների աշխատությունը, նա բավականին լայն առասպելաբանական նյութ է ուսումնասիրում, ես հասկանալի է, որ այդ ուսումնասիրությունը որոշակի ձևավորող ազդեցություն է ունենում նրա գիտակցության վրա եւ կարծես այդ ուղղվածությունն է ձեռք բերում Յունգի ամբողջ հոգեկանը, չնայած պիտի ասենք, որ մինչ այդ Անիելա Յաֆեի հետ տված այդ զրույցի միջոցով ստեղծված հիշողություններ, երազներ, մտորումներ աշխատությունը, որը շատերը համարում են Յունգի ինքնակենսագրություն, այնտեղ նա նշում է, որ նույնիսկ մանկական տարիքում նրա հետ կատարվում էին այդպիսի միստիկական տարբեր ինչ-որ երևույթներ, առեղծվածային երևույթներ։ Եվ պետք է հիշենք, որ նաև նրա առաջին աշխատությունը, նրա ատենախոսությունը հենց օկուլտային երևույթներին, այսինքն տվյալ դեպքում ավտոմատ գրին էր վերաբերում։ Եվ այս առումով իհարկե Յունգի հոգեկանը որոշակիորեն նախապատրաստված էր, բայց նա ամեն դեպքում փորձարարական հետազոտություններ էր իրականացնում, զուգորդումների, ասոցիացիաների, զբաղվում էր բժշկական պրակտիկայով, հետևաբար ամենևին նրա ռեպուտացիայի հետ կարծես չէր համապատասխանի նման աշխատության հրատարակումը։ Բայց
11-12 թվականներից հետո այդ գիրքը գրելուց հետո նա նույնիսկ միտեղ հիշատակում է, հետագայում հիշատակում է, որ այդ գիրքը կարծես իր հոգեկանի մասին լինի, այսինքն այնտեղ կարծես ներկայացնում է իր հոգեկանը, իհարկե այդ գրքի հիմնական սյուժեն հերոսին է վերաբերում, հերոսին, որը պետք է մահանա, հետո վերածնվի եւ այլն։ Եվ Կարմիր գրքում Յունգը դարձյալ անդրադառնում է այդ թեմային, սպանում է Զիգֆրիդին, որպես հերոս սպանում է, որովհետեւ ինչպես հետագայում նա խոսում է իր հիշողություններում, հերոսական դիրքորոշումը, հերոսական կողմնորոշումը չի արդարացնում, որովհետև դա միակողմանի դիրքորոշում է, հուսով եմ առիթ կունենանք այս մասին դեռևս խոսելու։ Բոլոր դեպքերում այստեղ այս աշխատության մեջ նա ներկայացնում է այդ շրջանի 12, 13, 14, 15 եւ 16 թվականների իր այդ երևակայական իրեն այցելած երևակայական կերպարներին, նույնիսկ նա իր տանը կարող է դուրս գալ բակ, նստել նստարանին եւ խոսել այդ հերոսներից մեկի հետ, օրինակ Ֆիլեմոնի հետ, եւ այդ բոլորը նա գրառում է սև գրքերում, որոնք ներառում են 13-ից մինչև 32 թվականն ընկած ժամանակահատվածի այդ վիզիոներական ապրումները, բայց Կարմիր գրքում ներառված են 13-ից 16-ը։ Այսինքն հետագան վերանայելով սև գրքերի բովանդակությունը, Յունգը ստեղծում է Կարմիր գիրքը, եթե սև գրքերը կարելի է դիտարկել նաև հոգևոր օրագիր, որը ոչ մեկի համար ընդհանրապես ընթերցանության համար նախատեսված չէր, ինքը անդադ վերադառնում էր իր այդ ապրումներին, որ թվականին է ունեցել, ինչպես է ունեցել, փորձում էր մեկնաբանել, ապա Կարմիր գիրքը նախատեսված էր եթե ոչ լայն հասարակության համար, ապա գոնե մտերիմների շրջանակում ընթերցանության, որովհետև ձևակերպումը շատ գեղեցիկ է, գեղեցիկ նկարներով, նկարազարդ հենց Յունգի կողմից նկարված նկարներով, եւ նույնիսկ այնտեղ օրինակը, որը այդ միակ օրինակն է իհարկե ձեռագիրը, որը պահպանվել է, այնտեղ կան նշումներ այլ ձեռագրով։ Այսինքն դա նշանակում է, որ Յունգը տվել է իր մտերիմներից ինչ-որ մեկին եւ այդ ընթերցողը նշումներ է արել, թե որ հատվածը մնա, որ հատվածը դուրս գա Յունգի հարցումներին կարծես պատասխանել է։ Եթե փորձեմ ընդհանրացնել, ապա պիտի ասեմ, որ այո, դա միստիկական փորձառություն է ներկայացնող աշխատություն է, որը սակայն չհրատարակվեց, որովհետև չէր համապատասխանում այն կարգավիճակին, որը ուներ այդ ժամանակաշրջանում Յունգը, այսինքն նա իրեն համարում էր գիտնական եւ զբաղվում էր բժշկական պրակտիկայով, ինչի հետ անհամատեղելի էր նմանատիպ միստիկական բնույթի աշխատությունը։ Որն է Կարմիր գրքի նշանակությունը Յունգի հայեցակարգի հասկացման համար։ Կարմիր գիրքը բավականին լուրջ նշանակություն ունի, որովհետև Յունգը ինքը նշում է, որ անձնական փորձառությունը չափազանց կարևոր է։ Կենդիգ Սալին ուղված նամակներից մեկում նա նշում է, եթե ինչ-որ մեկի առաքելությունն է ուղեկցել այլոց հոգիները, նա պետք է նախ եւ առաջ ճանաչի իր հոգին եւ կարողանա կողմնորոշվել սեփական հոգու խավարներում, որպեսզի կարողանա գլուխ հանել այլոց հոգու այդ խավարուտներից։ Բոլոր դեպքերում Յունգը շատ մեծ դեր է հատկացնում տեսության հեղինակի անձին, այսպես կոչված աստղագիտությունից վերցում է անձնական հավասարում հասկացությունը, որը նշանակում է, որ կախված չափումը իրականացնողից չափման արդյունքները կարող են էականորեն տարբերվել, նույնիսկ աստղագիտության մեջ։ Եվ հոգեբանության մեջ բնականաբար, որ դա ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ, եւ այս առումով Յունգը շատ հստակ գիտակցում է, որ իր ամբողջ տեսությունը իր անձնական փորձառության արդյունքն է։ Բայց նա նաև նշում է, որ այդ անձնական փորձառությունը պետք է ստանա որոշակի համընդհանուր ձևակերպում, հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել հիվանդության։ Եվ հենց այդ ժամանակահատվածում 12, 13, 14 թվականներին նա նույնիսկ իր նամակներում, իր գրառումներում հաճախ նշում է, որ իրեն թվում է, թե ինքը հիվանդ է շիզոֆրենիայով, կոնկրետ հիվանդ է ունի այդ հիվանդությունը, եւ իր այդ տեսիլքներին տալիս է սուբյեկտիվ մեկնաբանություն, բայց մյուս կողմից նաև փորձում է տալ օբյեկտիվ մեկնաբանություն։ Երբ առաջին համաշխարհային պատերազմը սկսում է, նա կարծես հանգստանում է, այսինքն մտածում է, որ իր այդ երազները, տեսիլքները ընդհանրապես կանխատեսում էին այդ աղետային իրադարձությունները։ Բայց հետագայում նաև պարզվում է, որ ոչ, սա իրականում նաև իր հոգեկան փոխակերպումների կարծես նշանները լինեին, եւ այստեղ էլ հենց առաջանում է նրա այդ հայեցակարգի երկկողմանիությունը կարծես անհատականի եւ ընդհանուրի եւ այստեղ հենց առաջ է գալիս այդ համընդհանուր հոգեկանի կամ կոլեկտիվ անգիտակցականի մասին գաղափարը, որը իհարկե նրա տեսության կարծես հիմնաքարն է եւ հասկանալ նրա տեսությունը իհարկե կարելի է նաեւ առանց Կարմիր գրքի, որովհետեւ Կարմիր գիրքը հրատարակվեց հասարակությանը, ներկայացվեց 2009 թվականին եւ սխալված կլինենք, եթե ասենք, որ մինչ այդ ոչ ոք չէր հասկանում Յունգի տեսությունը։
հասկացման առումով գուցե էական ոչինչ չավելացնի, բայց ապրման առումով հասկացողի կողմից տեսության ապրման առումով իհարկե Յունգի Կարմիր գիրքը բավականին լուրջ նշանակություն ունի նրա հայեցակարգի ընկալման համար։ Փորձենք մի փոքր ավելի մանրամասնել եւ պատկերացում կազմել, թե ինչ է նշանակում անհատականությունը ըստ Յունգի։ Խնդրում եմ շատ հակիրճ փորձենք մեկնաբանել։ Արդեն ասացի, որ Յունգը հիմնականում խոսում էր կոլեկտիվ հոգեկանի մասին, որովհետև այն բոլոր տեսիլքներն, որ նրան գալիս են, այն բոլոր երազները, երևակայական կերպարները ըստ էության Յունգը գտավ, որ դրանք ունեն կոլեկտիվ բնույթ, այսինքն դրանք իր անհատականը չեն, իր անձից չեն բխում, եւ նույնիսկ նա ունի այդպիսի դրույթ, որ երբ անհատը դրանք սեփականացնում է, վերագրում է իր գիտակցությանը, իր անհատին, իրեն, այս դեպքում նրա մոտ գալիս է անձի ուրճացում, կարծես անձը տարալուծում է այդ կոլեկտիվ հոգեկանում, կորցնելով ինքն իրեն։ Եվ այստեղ անհրաժեշտ է, որ մարդկային անհատը առանձնանա այդ կոլեկտիվ հոգեկանից։ Պատկերացնում եք, այսինքն մենք լինելով կոլեկտիվ հոգեկանի մաս, մեր հոգեկանով, այդուհանդերձ պետք է որոշակիորեն առանձնանանք նրանից, որպեսզի չտարալուծվենք այդ հսկայական օվկիանոսի մեջ։ Եթե կարճ, ապա այսպես կարող եմ ներկայացնել անհատականացման այդ հասկացությունը։ Յունգի տեսության առանցքային հասկացությունից է նաև արխետիպը։ Կխնդրեմ մեկնաբանեք, թե ինչ են արխետիպեր առհասարակ եւ արխետիպերի յունգյան հայեցակարգը որքանով է բացատրում մարդու հոգեկանը։ Այո, արխետիպերը բավականին մեծ նշանակություն ունեն յունգյան հայեցակարգում։ Այստեղ սակայն պետք է ասենք, որ մինչ Յունգը մեկ այլ հոգեվերլուծող Հերբերտ Սիլբերերը իրականացնում էր նմանատիպ հետազոտություններ, այսինքն նախորդում է Յունգին 1909 թվականին հոդվածով է հանդես գալիս 1914 թվականին արդեն աշխատությամբ միստիցիզմի եւ ալքիմիայի հոգեվերլուծական ներկայացում եւ կարծես այդ շարժումը բերում է նրան, իհարկե Յունգը ծանոթ էր դրա աշխատություններին եւ կարծես այդ շարժումը բերում է նրան, որ հասկանալի լինի այդ երևակայական կերպարների համընդհանուրությունը, որովհետև եւ առասպելաբանության մեջ, եւ միստիցիզմում, եւ տարբեր անձանց երազներում, հալյուցինացիաներում որպես կանոն ներկայանում են միևնույն կամ կրկնվում են կերպարներ, այսինքն միևնույն կերպարը կարող է հանդես գալ տարբեր առասպելներում, հանդես գալ հիվանդի երազատեսության մեջ, հալյուցինացիաներում եւ այլն։ Եվ հենց այստեղ առաջ եկավ այդ կոլեկտիվ անգիտակցության միավորների մասին հասկացությունը, որովհետև կոլեկտիվ անգիտակցականը ինքը կազմված է որոշակի միավորներից։ Այդ միավորները հենց արխետիպեր, դրանց անվանում է արխետիպ։ Յունգը իհարկե նախնական շրջանում գերմաներեն ուրլիբիդո, կներեք, ուրբիլդ, ուրլիբիդոն արդեն լիբիդոյի տեսությունն է, ուրբիլդ, այսինքն նախակերպար, նախապատկեր, բայց հետագայում վերցնում է Միջնադարյան այդ հասկացությունը արխետիպոս եւ այդ աշխատությամբ է ներկայացնում։ Մեզ արխետիպը հասանելի չէ, այսինքն արխետիպը կարծես ինքնին իր լինի կանտյան իմաստով, բայց մեզ հասանելի արխետիպային կերպար, այսինքն մեր երազներում, ժողովրդական բանահյուսության մեջ, առասպելաբանության մեջ մենք անդադ առնչվում ենք արխետիպային կերպարների հետ եւ Կարմիր գիրքը ամբողջությամբ լի է այդպիսի կերպարներով, այսինքն Յունգը այդ Կարմիր գրքում ներկայացնում է հենց այն կերպարներ, որոնց հետագայում ինքը անվանելու է արխետիպային կերպարներ, այսինքն արխետիպերը դրանք վարքային եւ ընկալական պատտերներ են, ձևեր են, որոնք թույլ են տալիս մարդուն վարվել ինչ-որ կերպ կամ աշխարհը ընկալել ինչ-որ կերպ։ Եվ այս իմաստով իհարկե արխետիպը որոշում է մեր վարքը եւ ընկած է մեր վարքային դրսևորումների հիմքում։ Իսկ որոնք են այն հիմնական արխետիպերը, որ Յունգը առանձնացնում է, եթե կարելի այդպես ասել։ Իհարկե արխետիպերը բազմազան են, չափազանց շատ են, բայց ինձ թվում է նաեւ այդտեղ կապ ունի անձնական փորձառություն այդ միստիկական, որովհետեւ Կարմիր գրքում օրինակ նախնական սկզբնական հատվածում նրան գալիս են Եղիա մարգարեն եւ Սալոմեն։ Կարծես այդ զույգը գալիս է Սալոմեն ամբողջությամբ, Սալոմեն գեղեցկուհի, բայց համր, Եղիա մարգարեն ծերունի իմաստուն եւ հետագայում այս արխետիպերը կարծես կամ այս կերպարները Յունգի կողմից անվանվում են անիմա եւ անիմուս, այսինքն անիմուսը ներկայացնում է լոգոսը, անիման ներկայացնում է էրոսը եւ իրականում կարծես դա տղամարդու եւ կնոջ հոգեկանի այն խորը շերտերն են, որոնք նրա գիտակցությանը հայտնի չեն, հասկանալի է, որ տղամարդու մոտ այն հանդես է գալիս կնոջ կերպարով, այսինքն կարծես ճնշված, արտամղված որոշակի բովանդակությամբ, կնոջ մոտ տղամարդու կերպարով։ Մեկ այլ բավականին հետաքրքիր արխետիպային կերպար է Ֆիլեմոնը, որը հանդիպում է էլի Կարմիր գրքում, դա իմաստունի կերպարն է,
այնպիսի կերպար, որը կարծես սովորեցնում է եւ Յունգին ներկայացնում է իրականության աշխարհի կառուցվածքը ընդհանրապես, որը հետագայում Կարմիր գրքում փոխարինվում է քահաստվածությամբ, եգիպտական քահաստվածությամբ, որը փոքր-ինչ ավելի հողեղեն էր։ Եվ եթե Ֆիլեմոնը կաղ, բայց թևեր ունեցող կերպար էր, այսինքն երկնային, ապա կան հողեղեն է ամբողջությամբ երկրային եւ կարծես այդ հակադրությունների միավորումն է, որը Յունգի տեսության մեջ դարձյալ բավականին լուրջ նշանակություն ունի այն անտիոդրոմի հասկացությունը, այսինքն Յունգի տեսությունը ամբողջությամբ հակադրությունների միավորման մասին է։ Եվ այդ հակադրությունները միավորվում են ինքնության մեջ։ Ինքնությունը նույնպես որպես արխետիպ է դիտարկում Յունգը եւ ինքնության արխետիպի կարևորագույն սիմվոլ համարում է Քրիստոսին։ Այսինքն Քրիստոսին դիտարկում է որպես ինքնության արխետիպ, այսինքն հակադրությունների միավորման արդյունքում առաջացած այդ ամբողջությունը։ Եվ Յունգի ամբողջ հայեցակարգը կարծես շարժում է այդ ուղղությամբ, որ անհրաժեշտ է միավորել հակադրությունները, ունենք գիտակցությունն ու անգիտակցականը, եւ հենց անհատականացման նպատակը դա է, անհատականացումը ամբողջությամբ շարժում է այդ ուղղությամբ։ Կարող ենք նշել նաեւ ստվերը որպես արխետիպ, որովհետեւ շատ կարեւոր է ստվերը այն է, ինչը մենք թաքցում ենք ոչ միայն շրջապատից, այլև ինքներս մեզանից, մեր ամենավատ, ամենաանցանկալի հատվածն է, որի մասին մենք չենք էլ ուզում իմանալ, ոչ միայն չգիտենք, չենք ուզում իմանալ եւ արտամում ենք նրան ամբողջությամբ անգիտակցության ոլորտ, ընդ որում ասեմ, որ անիման եւ անիմուսը կամ անիման կամ անիմուսը կախված տղամարդը թեկին նույնպես այդ ոլորտում են գտնում, այսինքն մեզ համար փակ ոլորտում, որը մեր գիտակցությունը չի փորձում ընդունել։ Այս առումով կարելի է ասել, որ սրանք են հիմնական այն արխետիպերը, որոնք դիտարկվում են անհատականացման գործընթացում, սրանք կարելի է ավելացնել նաեւ դիմակը, որը արխետիպ չի ըստ էության, բայց դարձյալ կոլեկտիվ հոգեկանի տարրը, դիմակայինը, ինչով մենք ներկայանում ենք հասարակությանը, ներկայանում ենք շրջապատին եւ որը ամենակարևորն է ներկայանում ենք ինքներս մեզ, այսինքն ստվերի հակադրությունն է։ Դիմակը ամբողջությամբ այն է, ինչ մենք ցանկանում ենք լինել, իսկ ստվերը այն է, որ մենք ենք, բայց մենք չենք ցանկանում լինել այդպիսին։ Չնայած որ անչափ հետաքրքիր է, բայց ստիպված պետք է հնչեցնեմ արդեն մեր վերջին ամփոփիչ հարցը, պարոն Պետրոսյան։ Ինչով է այսօր կարևոր Յունգի հայեցակարգը ժամանակակից աշխարհում եւ ժամանակակից մարդու համար եւ ինչ հերթականությամբ պետք է ուսումնասիրել Յունգի աշխատությունները Կարմիր գրքին ճիշտ մոտենալու համար։ Բավականին դժվար է որոշել Յունգյան հայեցակարգի նշանակությունը, այդուհանդերձ ասվածից արդեն պարզ է դառնում, որ դրա նշանակությունը ինքնաճանաչողական է։ Այսինքն ժամանակակից մարդուն ցույց տալ, որ այդ առօրյա դեպի արտաքին ուղված իրականությունից այն կողմ կա նաև ներքին իրականություն, որը կազմում է մեր իրականության ավելի մեծ հատվածը, դա անծայրածիր իրականություն է, որը իր մեջ պարունակում է համայն մարդկության փորձառությունը, կոլեկտիվ անգիտակցությունը, հենց համայն մարդկության, նույնիսկ մարդու նախկին այդ կենդանիների, եթե էվոլյուցիոն տեսության հավատանք, համայն փորձառությունն է։ Սա կարող է լինել հղումը Յունգյան հայեցակարգի ժամանակակից մարդուն, որպեսզի մենք կարողանանք նաև դիտել իրականության այդ ստվերային կողմը, իրականության այն կողմը, որը մեզ համար անցանկալի չէ, ընդ որում համամարտկային իմաստով նույնպես, որտեղ մարդկությունն էլ չէ, իրեն հիմա ներկայացնում են լավ կողմերով, բայց անում է միայն չարիքներ, այսպես, եթե այս տեսակետից նայենք։ Ինչ վերաբերում է Յունգի աշխատությունը ընթերցելու հերթականությանը, ապա նրա ստեղծագործությունների ժողովածուն կազմված է թեմատիկ առումով, այսինքն ամեն հատոր ներառում է իրար թեմայի առումով ավելի մոտ աշխատություններ, սա մի տարբերակ է եւ կա նաեւ ժամանակագրական տարբերակը եւ կարծում եմ երկուսն էլ արդյունավետ կլինի, եթե զուգակցվի, այսինքն մի դեպքում մենք կարդանք ժամանակագրական հերթականությամբ, Կարմիր գիրքը ներառելով հենց այդ 13-ից մինչև 30 թվականներ ընկած ժամանակահատվածի մեջ, որովհետև Կարմիր գիրքը ավարտում է 30 թվականին Յունգը, չնայած ներառում է Կարմիր գիրքը իր մեջ 13-ից 16 թվականի ապրումները, եւ ներառելով այդտեղ կհասկանանք նաեւ մյուս աշխատությունները, որովհետև կտեսնենք Յունգի անձնական ապրումները։ Մյուս կողմից նաեւ պետք է թեմատիկ մոտեցում ցուցաբերենք, որպեսզի ամեն հստակ հասկացություն մեզ համար ավելի պարզ եւ հասկանալի դառնա։ Շատ շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, այս ինքնաճանաչման մղող հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Հարգելի բարեկամներ, հուսով եմ այս զրույցը ձեզ համար օգտակար էր։ Ցտեսություն։